կարատող եմ կրոջս հարսանիքը հարամ լինի։ Ես չեմ կարատող եմ քուրս տանջվի, համել ես հարսանիքը մեզ օդու ջրի պես պետք է։ Պապան ինչ չիների։ Ես պետք է ամեն ինչ անեմ ես հարսանիքը հարամ չլինի։ Պապան էլ ինձ գող կլինի։ Չէ։ Ռանդ քաշի արա։ Գնաս դու ծառա չես ճոգում չեմ ուզում քեզի սատկաստեմ, դավայ արա։ Գնաս դու ծառա չեմ ուզում քեզ սատկաստեմ, գնա։ Գնա արա։ Գնա արա։ Շոկում եմ։ Ես չեմ սպանել։ Ես գում եմ, ես չեմ արել։ Որ ես չեմ արել։ Ինչի եմ ես իմ աստեղ։ Շոկում եմ, շոկա։ Շատ շոկա։ Որ ես չեմ արել, ինչի պետք է ես ուչի տեղ ես անցանք կրեմ։ Ես գում եմ, ես հիշում եմ, ես չէի։ Ես ընդամենը բրդեցի։ Այն բանից եմ ուզում։ Իրանք ամեն ինչ անում են, որ ես անընդհատ հագնեմ տեղի։ Իրանք ամեն ինչ անում են, որ ես չդզվեմ։ Շոկում եմ։ Ես չեմ արել։ Սա ինչի հայտնվեց, հազիվ էի բրծել։ Մտքերով ենք ընգած, կողքերներս չենք էլ տեսնում։ Պրիվետ։ Դուք ոնց որ լավ չեք հասկանում, հա? Վերջին անգամ դες խնդրեցի հեռու մնալ ինձնից։ Ես այդքան էլ անհասկացող տղա չեմ, հասկացել էի, փորձեցի հեռու մնամ, բայց հետո երկար հետևելուց հետո հասկացա, որ խաբվել է։ Խաբվել է, մի լավ ֆռցրեցիք, ընկեր ունես, նշանված ես, միգուցե ամուսնացած։ Ես ընկեր ունեմ ու դուք նրան տեսել եք։ Այդ մի անգամ է։ Որ մի ընկերն է իր ընկերուհուն այդքան երկար մենակ թողնում, այն էլ սենց սիրում։ Արդեն շատ եք խոսում։ Լավ, արի այդքան էլ կոպետ մի չեփի ինձ հետ, արի իրար հասկանանք, ես այդքան էլ վատ մարդ չեմ, լավ տղա եմ, կարևորը անկեղծ է, ու ինձ թվում է, որ հենց իմ նման անկեղծ տղաներն են քեզ դուր գալիս։ Вот именно, ձեզ թվում է։ Արի շփենք, հասկանանք իրար։ Չեմ ուզում։ Լավ, ոնց կուզես, բայց միգուցե ինչ-որ միտեղ նստենք, սառայուտ կմպենք, իրարից ներողություն կխնդրենք շատ անհարմար իրավիճակների համար և ամեն մեկս մեր ճանապարհներով։ Շիշկ, խնդրում եմ ինձ ճիշտն ասեք, ինչ է ինձ հետ կատարվում։ Իսկ ձեր հարազատները երբ այստեղ կլինեն։ Ես հարազատներ չունեմ։ Միակ հարազատս որդիս է, որը ոչինչ չպիտի իմանա իմ հիվանդության մասին։ Հիվանդ եմ չէ, ու լուրջ հիվանդ եմ։ Ես չէի ցանկանա ձեզ հետ այդ մասին խոսել, բայց… Խոսեք, դուք ուրիշ տարբերակ չունեք։ Հանգիստ ասեք, որն է իմ խնդիրը։ Դուք շատ լուրջ հիվանդություն ունեք, թողել եք բարդացելը, ու շատ, ու հիմա… Ու հիմա ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, չէ։ Մամա։ Ջանի։ Ինչ ա եղել, ինչ ես լացում։ Ինչ ասել բժիշկ, ինչ եք ասել մորս։ Տղես, սրանք ուրախության արդյունքներ են։ Ինձ բան չկա։ Բժիշկը ասաց, որ իմ մոտ ամեն ինչ կարգին է։ Եթե ամեն ինչ նորմալ լիներ, մամ, հիմա մենք ստեղ չենք լինի։
Ձեր մայրն ուզում էր ասել։ Պետք չի որ մայրս ասի, պետքա որ դուք ասեք, ինչ խնդրեմ կա, ինչ որ վտանգավոր բան կա։ Չէ։ Մամ, ես բժշկի հետ եմ խոսում, ես դու անդադ խանգարում ես։ Քրտնեցի։ Ես ինչ օր էր։ Օй, շատ էներգիա ծախսեցի։ Վերականգնվել է պետք։ Լավ փող աշխատեցի։ Միանգամից այնքան գումար ինձ նվարի։ Ինչքան որ մեկ տարում չէի կարող աշխատել։ Բայց ես ինչքան օգնեցի, ինչքան ուժ ու եռան թափեցի։ Նույնիսկ փողը չի ինձ լիցքա թափում։ Գլխումս մի լավ միտք ծնվեց։ Կարելի է այդ հարուստներին ճանկել ու մի լավ թափ տալ, հատկապես որ ինձ գերում են մութ ու արյունոտ պատմությունները։ Դու վկա ես, ես ոչինչ չեմ արել, իրանք եկան ինձ գտան։ Ձեր կինն է ձեզ ուղարկել։ Ետ ինչից որոշեցիր։ Ինչի եք եկել։ Իմ աղջիկն է ստեղ պարկած։ Ուրի խոսքով չի երկարացնեմ։ Դու ինչի ես ստեղ, ինչ կա, ինչ ես եկել։ Չգիտեք։ Գիտեմ, Բայց էլ հարցեր մի տվեք։ Գնացեք ձեր աղջկա մոտ ու ինձ հետ էլ ժամանակ մի կորցրեք։ ես չեմ շտապում։ Ինձ ասամ այլ դուրա։ Ձեզ ինչ։ Լսի։ Ես ուզում եմ օգնել ձեզ։ Մեզ օգնություն պետք չի։ Երբ ես այդ անիմաստ հպարտություն ինձ հրաժարվելու։ Երբեք մեզ պետք չի գա ձեր օգնությունը։ Երբեք ես չեմ ընդունի ձեր օգնությունը։ Կարող եմ որոդ համար լավ բան չեն ասել։ Դրա համար ես այսքան ագրեսիվ։ Չէ, մերես լրիվ առողջ է, լսում եք։ Դա բան չասեցի, թող առողջ լինի։ Ես ուզում եմ, որ մեր այդ քո գլխից անպակաս լինի։ Շնորհակալություն կենացի համար, հաջողություն։ Մենք ոնց որ թե իրար լեզու էինք, էլ բայց նորից սկսեցինք իրար չհասկանալ։ Ավելի լավ է գնանք։ Ես կմտնեմ մորից հետ կիմանամ ինչ է իրան եղել։ Իսկ ես չեմ ուզում, որ դուք մտնեք մորս մոտ։ Իսկ ես չեմ նստելու սպասեմ։ Դու երբ կուզենաս կամ չես ուզենա։ Մեր հետ ինքը թող որոշի։ Ես չեմ թողնի, որ դուք հասնեք իր մոտ, մի հատ էլ ինքը որոշի։ Իսկ ես քո թողնելուն չեմ սպասելու։ Մորս մոտ բժիշկն է։ Ավելի լավ։ Մի անգամից իր հետ կխոսամ։ Էլի։ Չէ, գլուխս պտտվում է լավ։ Շոքեցի, գիտես, Ես էլ։ որ ձեռներդ բաց թողնես, ես կարող եմ չշոքանալ։ Ով է լիներ պահի տակ կթուլանար, կխապնվեր այդ նմանությանը, բայց խորենը քեզնից լավն է Վլադ, ինքը ճիշտ մարդ է, քեզպես կեղծավոր չի։ Ես կօգնեմ իրան, դու արժանի ես, որ ինքը պատժի քեզ, պատժի թե իր, թե իմ անունից։ Խորենը իմ ընկերը կլինի, ընկեր, որ երբեք չեմ ունեցել։ Ընկերը երբեմն բոլորից թանկ մարդն է դառնում կյանքում։
Լավ, անտրամադիր ես երևում։ Զբաղված եմ շատ ահագին գործեր կան չեմ հասցնում։ Գործեր ամբողջությամբ ուսերիդ ես վերցրել ու չես հասցնում։ Հակառակի պես շատ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են իմ հոգսերն իրենց ուսերի վրա վերցնել։ Բախտավոր աստղի տակ ես ծնվել, Լև։ Չէի ասի։ Ինչու՞։ Էական չի, դու ասա ոնց ես, գործերդ ինչ փուլում են։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես իմ հանգիստն եմ վայելում։ Լավ, իսկ մարդիկ կան հանգիստը կորցրել են։ Լև, մի անհամեստ հարց տամ, ինչու այդպես էլ չամուսնացար դու, հա։ Շատ նեղ անձնական հարց։ Լսի, հանկարծ չմտածես, որ ուրիշների անձնական կյանքի մեջ եմ ուզում մտնեմ։ Բա ինչի հանկարծ, ինչ ես հարցնում։ Աստին էին հիշեցի։ Ձեր հարաբերությունները հիշեցի։ Տեղեկություն ունես։ Դե միայն են, որ լսում էր ապրում։ Էդ ես էլ գիտեմ։ Հիշում ես, չէ՞, քանի տարի միասին ապրում էինք լսում։ Լավ զույգ էիք։ Ափսոս, որ վերջաբանը լավ չստացվեց։ Դե նայած ում համար։ Իմ իմանալով, նա քեզ շատ էր սիրում։ Իզուր չէր, որ այդքան մտերիմ էիք։ Լավ անկեղծացել ա քեզ հետ։ Զարմանում եմ, թե ոնց ես անտեղյակ մնացել նրա հետագա կյանքից։ Ես միշտ նայել եմ իրականության աչքերի մեջ, երբ դուրս էի գալիս տեղից գիտեի, որ ժամանակավոր եմ գնում, վերադարձը շուտ է լինելու։ Ասա, նորից տանն եմ, բայց ես անգամ մենակ, առանց կռիսների, ջրի տակն անցած նավից բոլորը փախել են։ Մանրուքներ կան, որոնք քո աչքից չեն վրիպի, Լև, իսկ դու դրանք երբ արդեն իրենց տեղերը գցես, մենք արդեն ստիպված կլինենք կանգնել դեմ առ դեմ։ Ես կհոգամ բոլոր ծախսերը, մենակ բուժվի, դու մենակ առողջանալու մասին մտածի։ Երևի հակառակը պիտի ասեիր, ասա Լոլա ջան, ես թավման ուտում, ես բոլոր ծախսերի հոգսը կտանեմ, դու մենակ մեռի, հանգիստ մեռի։ Գիտեմ, որ դժվար է ինձ հավատալը, բայց ես այս պահին ինձ աննկարագրելի վատ եմ զգում բժշկի ասածներից։ Նա քեզ ոչինչ չպիտի ասեր։ Մոռանում ես ես ով եմ։ Ինչպես կարելի է մոռանալ մեծն Լև եւ Ալեքսե Թրակիչներին։ Սոսը գիտի հիվանդության մասին։ Չէ, չգիտի։ Ու ոչ մի դեպքում չպետք է իմանա։ Ես անգամ բժշկին եմ արգելել երեխուն որևէ բան ասել հիվանդությանս մասին։ Բայց նա միամիտ չի։ Ալիկ, ասեցի Սոսը չպետք է իմանա։ Բայց մինչև երբ պետք է թաքցնես։ Գնալով հիվանդությունդ ավելի է իր մասին հիշեցնելու։ Թող քեզ իմ հիվանդությունը չհուզի։ Ու սրտացավ մարդը մի խաղահ Ալիկ։ Ոչ էլ դերասանություն արա մոտս։ Չեմ խաղում, Լոլա։ Ես էլ պիտի հավատամ։ Հավատամ, որ քեզ համար մեկ չի։ Ես սաղ կմնամ, թե կմեռնեմ։ Որ մտածում եմ, դու ինձ ինչ վատ բան ես արել, որ ես քո մահը ուզենամ։ Բայց այնպես էլ չի, որ մեռնելուցս դարդ պիտի անես։ Ես չեմ էլ զարմանա, որ ընդհանրապես ոչինչ չզգաս, որտեղ ով եմ քեզ համար։ Ոչ մեկ։ Պատահական մի ճամփորդ իմ կյանքում, որ մեծ նվեր թողեց ինձ։ Սոսը քեզ չի տու։
ժամանակի ընթացքում կընդունի։ Առաջ ես էլ քեզ չէի ընդունում։ Կարող ես շարունակել չընդունել ինձ։ Ներիր, բայց երբեք ես քեզ կարևորություն չեմ տվել։ Լոդա, արի մի կողմ դնենք մեր ոչ բարի դրացիական հարաբերությունները, մտածենք քո ապաքինման մասին, դա։ Ինձ ապաքինում չկա։ Ես բրխվող չեմ։ Ինչ գիտես։ Միայն ես չէ։ Բոլորը գիտեն, թե ինչ է հիվանդության վերջը։ Չնայած որ կան մարդիկ, ովքեր պայքարում են, իսկ ես այդ պայքարող տեսակը չեմ։ Դու էլ պայքարի։ Մենակ չասես փող չկա։ Ես կտամ փողը։ Ինչի համար։ Միևնույն է, վերջում մահ էլի պիտի հաղթի ինձ։ Այդ ճանապարհին մենակ տանջանքն է մնալու։ Բայց ես չեմ ուզում։ Չեմ ուզում առաջին հերթին ոչ տանջել իմ երեխուն, ոչ էլ ինձ։ Եթե դու մասին մտածող լինես, կուզենաս երկար մնալ նրա կողքին, ու կյանքը թանկ կլինի քեզ համար։ Ալիկ, մի արի հա, չիս ասում, ես ընտրածդ սրտացավ մարդու կերպարը քոնը չի։ Ես սրտանց ուզում եմ օգնել ձեզ։ Իսկ իմ միակ օգնությունը ձեզ մենակ փողը կարա լինի։ Զգում եմ, որ վերջս մոտ է։ Մի խնդրանք ունեմ։ Սոսիս մենակ չթողնես։ Չթողնես, որ սխալ ճանապարհով գնա։ Չթողնես անտերության մատնվի։ Չթողնես կարիքի մեջ մնա։ Իմ ներկայությունը ոնց որ խանգարում էր բժշկի հետ խոսալու համար, բայց իր ներկայությունը ոնց որ ընդհանրապես չի խանգարում, հա մամ։ Ալիկն արդեն գնում է սոս։ Ինձնով որ լիներ ինքը չերել մտնի քեզ մոտ։ Բալես Ալիկը ընդհանրապես իր օգնությունն էր առաջարկում։ Իսկ դու իրան չասեցիր, որ մենք իր օգնության հույսին չենք մնացել։ Ասեց։ Բայց դա էական չի։ Ես դու առողջացիր։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու առողջանաս։ Դու ուժեղ կին ես։ Հիվանդությունն ու հիվանդանոցը քո համար չի։ Նկատեցիր։ Ինչ։ Որ երեխուն դաժե չնկատեցիր։ Մամա լավ էլի, այդքան էլ փոքր չի, որ չնկատեի։ Ուզում ես շնորհակալ լինեմ։ Շնորհակալ եմ, որ պահել ես։ Ուղղակի չեմ ուզում գրկի սովորեցնել։ Աղջիկ ջան, դու այս երեխուն քանի օր չես տեսել։ Չես ուզում մի հատ գրկել, բայց երեխան մեղք չի։ Չէիր պահելու, չունենայիր։ Վերցրու երեխուն։ Հիվանդանոցից ինչի էիր փախել, էդ ուր էիր գնացել։ Ես ատում եմ այս երեխուն։ Այ իդիոտ կա, էդ երեխեն քեզ ինչ է արել, որ ատում ես։ Ոչ մի բան։ Պիտի օգներ չոքած։ Բայց դրա համար չի, որ ատում են, որ հանդեպ ատելությունն է իրան փոխանցվում։ Իսկ հիվանդանոցից ընկերոջս մոտ էի գնացել։ Ընկերոջը? Ինչ ընկեր։ Գաղտնիքա։
Գիտես, ես քո հարցում չեմ սխալվել։ Այսինքն Թիթիզ գլամոր, կյանքին թեթև նայող։ Вообще-то չհասկացա ում էիր հիմա նկարագրում, во всяком случае ոչ ինձ։ Հա, մեկ էլ ավելացնեմ, որ քեզ հենց իմ նման տղերքն են դուր գալիս։ Շատ ծիծաղելի է ինքնագնահատականը դες բարձրացնում։ Տեղից էլ բարձրա։ Վել արդեն տեղ չկա։ Վաու, դա ես գուշ կլինես շատ չբարձրանա, չափից շատ էլի։ Այ որ ընկերուից դառնաս, ավելի կբարձրանա։ Մի բան ասեմ էլի։ Այ որ հիմա սենց երկուսով նստած ենք, թող քեզ չստիպի մտածել, որ մեր միջև հետագայում ինչ-որ բաներ կարան լինեն։ Հույսդ կտրի, լավ։ Հա, բայց հույսը լավ բան է, բոլորին էլ պետք է։ Լսիմ, իսկ դու որտեղ կաս, Facebook, Instagram։ Ես հավատա ամենուրեք։ Հա, այսինքն այն ինտերնետային առնետներից ես, հա, ստատուս, լայք։ Սելֆի, ոնց որ մենք իրար հետ վատ լեզու չենք գտնում։ Ոնց որ քեզ շատ բան, հա, թույլ տվեցիր։ Մի տեսակ դառը երևույթ ես երևում։ Քեզի մեջ հենց այդ դառնությունն է, որ գրավում է։ Իսկ ընկերդ շատ քաղցն է, քո նման աղջկա համար։ Իսկ ընկերոջս չփորձես անուններ կպցնել, լավ։ Okay։ Բայց մենք այնքան խոսալու բան ունենք, արի իր մասին չհիշենք, լավ։ Էսուր։ Գնում եմ, այսքանն էլ էր քեզ հերիք։ Ինչ ես հրճվում անում։ Քո կատաղած դեմքն է ինձ հրճվանք պատճառում։ Այնքան որ մոռանում եմ ուսերից թափված խնդիրներս։ Խնդիրներից մեկը չես կարող մոռանաս։ Խնդիրներից մեկը նստած է դիմացդ։ Ախետ իմ խնդիրը դու ես։ Ոչ միայն քո, այլ աղջկադ։ Մնացել էր աղջկաս հասնեիր։ Չես էլ հասցնի հասկանալ, թե երբ հասա ու երբ անցա։ Զգուշ մոնթե։ Յոլես ես զգուշանալու բան չունեմ է, դու զգուշ եղի։ Ու մի բան, աղջկադ ասամ, մալիցեկի մոտ բերանը շատ չբացի։ Դե չէ ես դաժան կլնեմ, կեզ երևի պետք չի չէ ծանոթացնել իմ ընդունակություններին։ Ես ուրիշ բանի համար է եկել դուրըտ, բայց դու ոնց որ ստիպում ես, որ մենք ուրիշ խոսակցություն ունենանք, պալաչ։ Լավ ասացիր, այ որոշել եմ նորից հին անվանս անցնել ու հին մեթոդներիս։ Возвращение палача։ Ալիկ լսի քեզ ինչ եմ ասում։ Աղջկա դուշկի ես բերում ու ասում ես, որ աղջկաս դեմ գրած բողոքը հետ վերցնի։ Իսկ արդյոք դա արդար կլինի։ Չէ որ աղջիկը ցանկացել է սպանել իմ աղջկան։ Ես չեմ անում Ալիկ։ Դու գիտես որը որից հետո է։ Ու անում ես այն, ինչ որ ես քեզ ասում եմ։ Դե որ տենց է։ Այլ մի բան էլ ես քեզ ասեմ։ Թե չկստացի որ եկա իմ գործով ու հրամանները տառաշալակս ու գնացի։ Լսի ուզում ես հրաման համարի, ուզում ես պահանջ։ Ինձ արդյունքն է կարևոր։ Ու իմ երեխու դեմ բողոք չպետք է լինի։ Եթե բողոք էլ լինի, իմ աղջիկը պետք է բողոքի։ Ես հանդիպեցի գուշակի հետ։ Չէի կարծում, որ պալաչը շփվում է գուշակների հետ։ Մի հետ էլ զարմացած նայվր ես։ Ես խոսում եմ, հա, քո սևանցի գուշակի մասին, որը փաստեց, որ քո տղային իմ տղան չի սպանել։ Դու որտե՞ց ես իրան գտել։ Մենք նույն դպրոցում ենք սովորել, վադիտել։ Ուտես ինչ ենք անում հիմա։ Բան էլ չենք անում։ Այդ ծնդած գուշակի ծնդաբանությունները պետք չի հաշվի առնել։ Եթե բավարար չի, որ ինքը ասում է, որ քո տղեն չի սպանել։ Եթե իր ասածները քեզ համար նշանակություն չունենային, դու օրեր առաջ չէիր գա մոտս ու չէիր շոշափի տղուսան մեղության խնդիրը։
քո տեղն անմեղ լինի։ Եթե ուզում ես, որ Կարմենը չբողոքի աղջկա դեմ, ու ես էլ զսպեմ իմ բարկությունը, ուրեմն դու պետք է աշխատես։ Մենք դի միասին աշխատենք ու տղայիս հանենք բանտից, ու իսկական մարդասպանին բանտ ուղարկենք։ Չէ որ տղայիդ սպանողը չի կարա ազատության մեջ լինի, ու չի կարա չպատժվի, չէ՞։ Մի զարմացի։ Ես եմ սովորել ձեր այդ դերուկները։ Մարդկանց այդ քաղցր ես ելնում, իրանք է քո ասածը գետնով չեն տալի, չէ՞։ Բայց ես էլ իմ հարգանքն ու պատիվը ունեմ ու կարող եմ ես նեղտեղը հարցեր լուծել։ Ժանո, ես կմեռնեմ, կգնամ, բայց ու լավ հիշի, դու մեծ մարդ ես դառնալու։ Եթե անում են չի ասիր որ։ Կարոտել է եսի տունը։ Լևի պես խելոք մի խաղա գլխի սլով։ Եթե Ժանո, ապա Լև, եթե Սլավ, ապա նույնպես Լև։ Մենք ոչինչ ենք արած Լևին։ Ինչի քեզ մեջ գցեցիր սլավ։ Որն էր իմաստը վերցնելու քո վրա մի հանցագործություն, որն արդեն իր մեղավորն ունի։ Не учи ученого. Լևի իմ վրա է ֆռում, դու Լևի, սենց ոնց կլինի։ Ժանո, դու լավ մարդ ես, լավ հոգի ունես, շուտով ազատության մեջ կլինես, ու կյանքդ կդասավորես։ Ում հաշվին, քո կյանքի, դե դու մարդ չես ուզում ապրես։ Ես իմ ապրել եմ, իսկ քո կյանքը դեռ առջևում է, նոր է սկսվում։ Ռոմանտիկ ես դառես լավ, ամեն մարդ առաջինը իր մասին է մտածում, իր կյանքն է կարևորում, իսկ դու հեչկա մասին չես մտածում է։ Տենց է պետք։ Այդ պատասխանը ինձ չբավարարեց, ըստ է տենց է պետք։ Շուտով ազատվելու ես, ավելի լավ է դրա մասին մտածի։ Սլավը ինձ ճիշտն ասա, կարող է Լևն է քեզ ստիպել, որ գնաս այս քայլին ու դու ինձ չես ասում։ Լևն էլ քեզանից պակաս կատաղած չի մեզ քայլից, բայց ոչինչ, հետո կգնահատի։ Դու չար մարդ չես, ինչի ես միշտ ուզում տես տպավորություն թողնես։ Որ բալանս պահենք, զատո դու ես չար մարդ, բայց միշտ նենց քաղցր ժպիտով ես խոսում մարդկանց հետ։ Ոչ միշտ, միայն երբ անհրաժեշտ է։ Հետաքրքիր է, իմացար Սիրուտ ինչ գրող էր կպել։ Լոլայի մասին մի խոսա։ Բախ, արգելում ես։ Դու միջև Լոլան լիքը խնդիրներ ունես։ Ես իմ խնդիրները հիշում եմ, լավ կանես դու էլ հիշես։
Արմենի մասին հիվանդանոցում ոչ ոք բան չգիտի։ Ոչ էլ պետք է որ իմանան։ Կարմենը իր սենյակում է։ Ջա, եթե ցանկություն ունես, կարող ես գնալ տեսնել նրան։ Ջա։ Եթե տուն եկել ինչի համար էր աղմուկ բարձրացրել։ Բայց ես ինչ գիտեի, որ տուն է գալու։ Ես հանդիպեցի քո ասած գուշակին։ Ասեց, որ մեր տղեն անմեղ է։ Հա, նման մի բան ասեց։ Ոնց է։ Ինձ հենց էդ էր ասել, որ մեր երեխեն անմեղ է, Արամիկը սուրբ է, սուրբ։ Հանգին պետք չի, հա։ Ինչը պետք չի։ Քանի Արամիկը սրբերի դասին չես դասել։ Ասեմ, որ սպանությունը ըստ երևույթին Վլադիկի ձեռքի գործն է։ Ինչ իմացար։ Գուշակ նրա անդած գանգրահեր ասում։ Ես ասում էի, որ դա սրիկա, մեծատառով տականք է, ու ինչի այդ տականքը հիմա անեց ազատության մեջ, ազատությունը վայելում, իսկ իմ մատխաշ երեխեն, այն խոզանոցում ինչքան վիրուս կա իրանա կպնելու հիմա։ Եթե կարող են ինձ օգնի, մենք կարողանանք Վլադիկին պատժել ամեն ինչի համար, բայց օրենքի ձեռքով։ Ես որ գող կմնամ, ում ձեռքով ուզում է պատժվի, բայց մենակ թե պատժվի։ Ջան, հա, պապայցդ խոսեցինք, թողեմ պապայդ, հա, ջան։ Բայց ախր ես շատ լավն եմ, ոնց չի գնահատում ինձ Ադամը, սենց որ նայում եմ, ախր միամիտ մարդ է էլի, ես իրա կողքն եմ, բայց ինքը ինձ չի գնահատում։ Մտածում կյանքս, ու եկար։ Բայց ինչի համար Ադամ։ Չգիտես, հա, ինձ ես հարցնում, չգիտես, ես պիտի ասեմ, դու արժանի ես, որ քո հետ այս սենց վարվեն, լսում ես, արժանի ես։ Ինչի համար Ադամ, ինչ եմ արել, որ մեղքից համար։ Չէ, դու մեղք չունես, մեղավոր չես, մեղավորը ես եմ, ես այն ժամանակ քեզ պիտի սատկացնեի, երբ իմացա, որ ընկած ես տաղուս հետևից, երբ ծիծաղում ես ինձ վրա, դավաճանում ես ինձ իմ սեփական տան մեջ, իմ սեփական տաղու հետ։ Ադամ, բայց այդ վաղուց էր եղել, դու արդեն ներել ես ինձ, անցել գնացել է, ինչի ես հիմա հիշում այդ։ Այ դու, քո նմանները նորից ապացուցում են, որ դուք չեք փոխվում, այս սենց այլանդակ մնում եք, սենց էլ ծնվում եք։ Կասես վերջապես ինչ ա եղել, որովհետև եթե ոչինչ չլիներ, դու հենց այնպես իմ վրա չէիր գա, այսպես հարցակվեիր ու գոռայիր։ Ի վերջո ես քո երեխայի մայրն եմ։ Հիմա ինչ, պիտի հարգեմ քեզ։ Հա, պարտավոր ես։ Մի փոքր գոնե պարտավոր ես հարգել։ Քեզ որ հարգեմ, բա իմ օրինական կնոջը, իմ Ջուլիին, իմ երեխեքի մորը ինչ անեմ, ուրեմն նրան պիտի աստվածացնեմ, եթե քեզ պիտի հարգեմ։ Մի հատ հարց կարամ քեզ տամ։ Կարաս ասես, մեզնից ով է քեզ երջանկացրել, ես թե քո ցնդած Ջուլին։ Հիմա հասկացար ինչ եմ ստեղ։ Հիմա ուշադիր ինձ լսի Մարթա։ Բերանդ փակի, մտքովդ չանցնի, մոտ գաց Ջուլիին, վիրավորես նրա, ոնց որ երեք ես արել։ Այ հիմա հասկացա։ Ու դա էլ դեռ միամիտն է, հա։ Նա ոչ միամիտ է, ոչ էլ հիվանդ է։ Նա խաղում է ուղակի քեզ հետ ու տղայիդ հետ։ Ուղակի դուք չեք հասկանում դա։ Մարթա, բերանդ փակի։ Ես յուրաքանչյուրի բերանը փակել կտամ, ով իմ հարգելի Ջուլիի նկատմամբ ինչ որ սխալ բան խոսա։ Իմ ատելությունը քո այդ Ջուլիի հանդեպ ինքդ ես ծնում։ Կատաղում եմ, երբ հիշում եմ, որ դրան առել ես առոք փառոք պահում ես, իսկ ինձ 1000-ից մեկ ես հիշում։ Ուրեմն հիշելու բան չես, որ չեմ հիշում։ Բայց մի ժամանակ ոչ վաղ անցյալում շեշտեմ էլի։ Տարված էիր ինձ նվլավել։ Այն ժամանակ ես քեզ լավ չէի ճանաչում։ Քո իրական դեմքը ինձ համար անհայտ էր։ Չնայած հիմա էլ անհայտ, որովհետև դու ունես բաներ կարող անես, որ ես էլի զարմանամ։ Դու ես ստիպում։ Դու ես ինձ չարացնում։ Անիմաստ կյանքս ապրում եմ, չգիտեմ ինչի համար։ Ոչ գիտեմ կյանքումս մարդ կա, ոչ գիտեմ մենակ եմ։ Անիմաստ օրերն եմ անցկացնում ու գեղեցկությունս կորցնում։ Բայց ինչ տիպն ես մարդը։ Դու ինձ անընդհատ վիրավորում ես, բայց ես կուլ եմ տալիս։ Ես հասկանում եմ գոնե, որ քո երեխայի մայրն եմ։
Քո երեխային եմ լույս աշխարհ բերել։ Ու եթե մի քիչ էլ դու հասկանաս, կտեսնես, որ ինձ արժի հարգել։ Վերջը հասակ էլի ձեր ուզածին։ Իմ լավ բարեկամին փագեցիք։ Ձեր ընկերը մարդ է սպանել ձեր տան տարածքում։ Ինչի համար պետք է պատասխան տա։ Դե չէ, հենց մնացած մարդ սպանողները կոտորվել են էլի պատասխան տալով։ Շնորհակալ եղեք, որ ձեզ պատասխանատվության չենք ենթարկում։ Մեզ սխալողությամբ տանելու համար։ Ինչ սխալողություն։ Որ Ռոման Ստեփանյանի սպանությունը ձեզ վրա եք վերցնում։ Այ ես էդ Ռոման Ստեփանյանի հերնանից եմ։ Սաղ իմ հարազատներին խառնեց իրար։ Ավել լավ ասեք Ժանոն երբ կլինի ազատության մեջ։ Թե Ժանոին էլ պիտի պատժեք սխալ ցուցմունք տալու համար։